Սիրելիներս, այսօր սրտանց ցանկացած ես համար ընթերցել մեր շատ սիրելի և Աստծո շատ սիրելի թանկ ծառա Դավթի սաղմոսներից, իմ շատ սիրելի համարներից մեկը, անկեղծորեն եմ ասում, եթե բոլորս հասկանանք այս բառերի խորհուրդը բուն, այդ ժամանակ կիմանանք, թե որքան է մեր Հայրը մեզ սիրում, որքան է մեր Տերը մեզ նվիրել սեր և ուրախություն, կյանք, ուղղակի ապրելու իմաստ։ Եվ սիրով ուզում եմ ընթերցել այս հրաշալի տողերը, որը գրված է Դավթի ձեռքով։ Սաղմոս 91 Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ, որովհետև նա կփրկե քեզ ոսոխի որոգայթիցը, չար ժանտամահիցը, նա կծածկե իր փետուրներովը, նրա թևերի տակ ապահով կլինես։ Նրա ճշմարտությունը ասպար է և զրա, դու չես վախենալ գիշերի զարուրանքից, այն նետիցը, որ թռչում է ցերեկը, այն ժանտախտիցը, որ խավարումը շուռ է գալիս, այն հարվածիցը, որ սատկեցնում է կեսօրումը, 1000 հոգի քո կողմիցը կընկնին և 10,000 քո աջ կողմիցը, բայց քեզ չի մոտենալ, միայն քո աչքերով կնայես և ամբարիշտների հատուցումը կտեսնես, որովհետև դու ես Տեր, իմ հույսը, դու Բարձրյալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի սահիլ և նեղություն չի մոտենալ քո բնակարանին, որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը, նրանք ձեռքերի վրա կառնեն քեզ, որ քո ոտքը քարին չտիպցնես, առյուծների և իժերի վրա կգնաս, առյուծի կոտրյուններին և վիշապի ոսող կոխ կտաս, որովհետև նա ինձ ցանկացավ, և ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, նա կկանչե դեպի ինձ, և ես կլսեմ նրան, ես սրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան և փառավոր կանեմ նրան, երկյան օրերով կկշտացնեմ նրան և իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Այո Տեր, քանզի դու ես մեզ պահում քո հզոր թևերի տակ, մենք հանգստանում ենք քո քաղցր հրաշալի թևերի տակ, դու մեզ առնում ես քո գիրկը Տեր և մեր կյանքը փրկում ես չարից, այն չարիքից, որ աշխարհումն է պտտվում, դու քո զավակներին երբեք չես թողնում մենակ, միայն թե նրանք չլքեն քեզ Հայր, նրանք քո ձեռքը բաց չթողեն Տեր, ես խնդրում եմ Տեր, որ ամուր բռնես իմ ձեռքը միշտ և ինձ տանես այնտեղ, որտեղ որ դու ես կամենում, այլ ոչ թե ես, իմ ոտքերը թող գնան այն ճանապարհով, որով դու ես պատրաստել ինձ համար, և իմ միտքը ու հոգին թող միայն քո խոսքի վրա լինի, ոչ մի աշխարհային ցանկություն, ոչ մի աշխարհային ունայն մտքեր թող ներս չգան իմ մեջ, թող միայն բնակվի քո կամքը Տեր, որը բարի է, հաճելի է և կատարյալ է ինձ համար, Բարձրյալը դու ես իմ Տեր, դու ես ինձ պահում իմ թշնամիներից,
անգամ նրանք չեն կարողանում ինձ վնաս հասցնել, Տեր։ Շնորհակալ եմ ամեն բանի և ամեն ինչի համար, քանզի իմ կյանքիս Տերը դու ես, և ես երբեք չեմ վախենա մարդուց։ Ոչինչ և ոչ մի բան չի կարող ինձ բաժանել քո սիրուց։ Ոչ աշխարհը, ոչ աշխարհում գտնվող հարստությունը, ոչ ունայնության, ոչ անպետք իրերը, ոչ էլ ցանկությունները ինձ չեն կարող բաժանել քո սիրուց, Տեր, քանի որ ես ճաշակել եմ քո սերը, քո կյանքի իմաստը, քո քաղցր տված սիրտը դու դրել ես իմ մեջ, Տեր, այն ամուր է իմ մեջ մնացել և երբեք այնտեղ ուրիշ ոչ մի չար բան չի լինի, բացի քո սիրուց և քո կամքից, Տեր, խոնարհ պահիր իմ սիրտը միշտ, Տեր, երբեք չպարծենա անձս, խոնարհեցրու ինձ, Տեր, քո ոտքերի տակ, անձս բեր քո ոտքերի տակ, Տեր, թող խոնարհվի և միշտ խոնարհ մնա, այնտեղից երբեք չհեռանա, որպեսզի չպարծենա, թե մի բան է առանց քեզ։ Ոչ, չկա այդպիսի բան, նույնիսկ կյանքի իմաստ չկա առանց քեզ, Տեր, նույնիսկ ապրելս է իզուր առանց քեզ, Տեր, քանզի դու ես իմ հայրը, ահա իմ հոգու կերակուրը, այն քաղցր է իմ քիմքին, իմ սրտի մոտ է այն միշտ և այնտեղ էլ կմնա, Տեր, մարմինս խոնարհեցնում եմ, թող չորանա ամեն բան, ինչ որ քեզանից չէ, Տեր, դու եղիր միշտ այնտեղ, որտեղ որ պետք է տիրի մեղքը, հեռու պահի ինձ մեղքից, Հայր, ոտքերս չթողնես գնան մեղքի ճանապարհով, Հայր, գոհանում եմ քեզանից, Տեր, շնորհակալ եմ, Հայր, պահիր ինձ հաստատուն քո ճանապարհներում, Տեր, կյանքս քոնն է, սիրտս քոնն է, սրտիս բալանին միայն քո ձեռքերում է և այնտեղի տիրակալը միայն դու ես, Տեր, չթողնես ուրիշ ոչ մի օտարը ներխուժի իմ կյանք ու փչացնի այն ամեն ինչ, որ դու ստեղծել ես, մաքրել ես, ծաղկեցրել ես, Տեր, այն արտը, Տեր, այն պտուղները, այն ծաղիկները հոտավետ, չթողես, որ չորացնի, որ որոմ ընկնի այնտեղ, Տեր, այդ հողի մեջ բարի, Տեր, շնորհակալ եմ, Հայր, սիրում եմ քեզ, իմ Տեր Աստված, իմ հզոր փառավոր, իմ Հայր Աստված։